Հայաստանում շարունակվում են թիրախավորված բռնաճնշումները ընդդիմադիր գործիչների, անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության կարևոր կազմակերպությունների, իրավաբանների, արվեստագետների և գիտնականների նկատմամբ։ Այսօր քչերն են կասկածում, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը լուրջ անհանգստացած է մարտի 30-ին կայանալիք Գյումրու արտահերթ ընտրություններով։ Հաշվի առնելով, որ իշխող կուսակցության աջակցությունը թե Հայաստանում և թե Հանրապետության երկրորդ քաղաքում գտնվում է շատ ցածր մակարդակում, Գյումրի համայնքի նոր ավագանյուն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից մեծամասնության ապահովումը կարող է բարդ, նույնիսկ անհնարին խնդիր լինել։ Իրավիճակը Գյումրիում իհարկե շատ բարդ է։ Պետք է հստակ արձանագրենք, որ համայնքում վերջին տարիներին կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, կրթական, տրանսպորտային, էներգետիկ և այլ բնույթի։ Այս հարցերը բավականին սուր են, արդիական էին նաև 3։ Դրանք շատ արագ լուծում չեն ստանա, քանի որ բարդության աստիճանը և գործող իշխանության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների մասշտաբները հեռու են համարժեք լինելուց։ Քաղաքական կայունության խնդիրը ռեպրեսիվ մեթոդներով լուծելու իշխանությունների փորձերն ապարդյուն են և նպաստում են լարվածության հետագա սրմանը։ Այստեղ չպետք է լինել երկակի ստանդարտներ, ոմանց պատժել, աչք փակել մյուսների անօրինական գործողությունների վրա, հասարակությանը դիտավորյալ բաժանել սևերի և սպիտակների։ Ցավոք սրտի, վերջին տարիներին Հայաստանում գործող քաղաքական մեծամասնությունը սպանում է ընտրությունների ինստիտուտը, ոչնչացնելով հանրային վստահության հենց խորհրդարանական ժողովրդավարության ընթացակարգի և գաղափարի նկատմամբ։ Ինչքան մոտենանք Գյումրու կայանալիք արտահերթ ընտրություններին, այնքան իշխանական բռնաճնշումներն ավելի կոշտ են լինելու, ձգտելով արմատախիլ անել այլախոհության ցանկացած դրսևորում։ Հարգելի հայրենակիցներ, մեր դիրքորոշումը թե Հայաստանի Հանրապետության և թե Գյումրի համայնքի հիմնական քաղաքական, անվտանգային և տնտեսական հարցերի վերաբերյալ կմնա հետևողական, հաստատուն և սկզբունքային, չնայած ցանկացած բռնաճնշումների։ Մենք շարունակելու ենք պաշտպանել մեր քաղաքացիների շահերը, մերկացնելով գործող կառավարության քաղաքականության հակաժողովրդական բնույթը։ Շնորհակալություն։